Նոր պահանջ Ռուսաստան մեկնողների համար երկիր մուտք գործելու ընթացակարգը խստացվում է։ Օտարերկրյա քաղաքացիները սահմանահատելուց 3 օր առաջ պետք է գրեն առցանց դիմում իդենտիֆիկացիայի համար։ Գրանցման համար կստեղծվի բջջային հավելված RU-ID։ Փոփոխությունը, որ ուժի մեջ է մտնելու հունիսի 30-ին, վերաբերում է միայն ոչ վիզային երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիներին։ Մինչև չստանան պատասխան կոդ, որ թույլատրված է իրենց մուտքը ՌԴ, անձինք չեն կարող գնալ եւ այդ կոդը պահանջվելու է սահմանին, սահմանապահը ստուգելու է արկա է կոդը, անձին թույլ կտա մուտք գործել ՌԴ, արկա չի լինի, թույլ չի տա։ Դեռևս հստակ չէ կարգավորումը միգրանտների որ խմբերին է վերաբերում՝ աշխատանքի ուսումնական նպատակով մեկնողներին, զբոսաշրջիկներին, Ռուսաստանով երրորդ երկիր գնացողներին, թե բոլորին անխտիր։ Արտակարգ իրավիճակների պարագայում նույնականացման դիմումը պետք է գրել սահմանահատելուց 4 ժամ առաջ։ Որ դեպքերն են համարվում արտակարգ, եւս հստակ չէ։ Ինչու է Ռուսաստանը վիզային մեխանիզմ սահմանում ոչ վիզային երկրների համար։ Իրենք նշում են, որ մարդիկ կան, ովքեր Ռուսաստանի Դաշնությունում օրինակ ունեն մուտքի արգելք, դուրս են գալիս իրենց քաղաքացիության երկիր, փոխում են տվյալներ, ազգանուն, անուն, չգիտեմ, եւ փորձում են այլ անձնագրով մուտք գործել։ Միգրանտներին առնչվող եւս մեկ օրենք ուժի մեջ է մտել օրերս։ Օտարերկրացի երեխաները Ռուսաստանում դպրոց ընդունվելու եւ սովորելու համար պետք է ռուսերենի քննություն հանձնեն։ Լեզվի իմացությունը ստուգելու են թեստով, անցողիկ շեմը 90%։ Կրճատվել է նաեւ Ռուսաստանում մնալու ժամկետը։ Նախկին 180 օրվա մեջ 90 օրվա ժամկետը կրճատվել դարձել է տարեկան գումարային 90 օր։ Եթե մեկնում եք աշխատելու նպատակով, այս կրճատումը ձեզ չի վերաբերվում։ Դուք շարունակում եք Ռուսաստանի Դաշնություն մեկնել աշխատելու համար եւ կարող եք այնտեղ գտնվել ձեր աշխատանքային պայմանագրի ժամկետով։ Այն, որ խստացումները ազդում են միգրացիոն հոսքերի վրա, փաստում են թվերը։ 2024-ի սեպտեմբերին Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր՝ մեկ տարում երկրից հեռացել է ավելի քան 2 միլիոն օտարերկրացի։ 2023-ին էլ այլ երկրներից Ռուսաստանը մեկնել շուրջ 560,000 մարդ, 2022-ի համեմատ 23% պակաս։ 2024-ի դեկտեմբերի դրությամբ 16,000 քաղաքացի ունի Ռուսաստան մուտքի արգելք։ Այս թիվը չի ներառում արտաքսումներն ու դատարանի վճիռները։ Սևակ Վարդումյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։